Բարի երեկո, Վիշապ Դրոն Ակադեմիայի հյուրն է Ազատազենի հիմնադիր Իշխան Գևորգյանը։ Մեծ պատիվ է մեզ համար իրեն հյուրընկալել, որովհետև վերջերս Ազատազենը տարեդարձ էր նշում, 4-ամյակներ եւ արի հասկանանք Իշխան ջան թվերով ինչա այսօր Ազատազենը, քանի հեկտար, քանի հրահանգիչ, քանի չգիտեմ, կողքից վալանտյոր եւ այլն։ Այսինքն, եթե հարցը ձևակերպենք սենց թվերով, ինչ տեսք ունի 4 տարի անց Ազատազենը։ Նախ մերսի, որ հրավիրել եք։ Երկրորդ ասում եմ մի պահ մտածեցի ասեմ արի նորից նկարենք, բայց ասեցի չէ, ես հաղորդման մեջ ասեմ, ես Ազատազենի համահիմնադիրն եմ։ Ամենասկզբից մեզ համար կարևոր է եղել Ազատազենի լինելը, ոչ թե այն լինի իմը կամ այն մեկինը, կան մի քանի տասնյակին պես մարդիկ, ովքերով միավորվել ենք, որոշել ենք դա անենք։ Ասում եմ իմ անունը մի քիչ շատ է եղել, որտեվ առաջի երաձգարանի տարածքն եմ ես գտել, բայց արդեն մի հատ չի երաձգարան էլի կա ու պլաններում շատանալ կա։ Ոնց որ Ազատազենի ողջ ճանապարհին կարմիր թելով գնում է, որ կարևոր է այն ինչ մենք անում ենք, ոչ թե այն անձինք, ովքեր դա անում են։ Այնուամենայնիվ համահիմնադիրները քանիսն են։ 10+։ Մի օր հավաքվեցինք, ոնց որ համահիմնադիր մի քանի տասնյակ են, թղթով 10 քանի հոգի ենք, որտեվ այդ մի քանի տասնյակի չաթում հարցերինքում անունը գրանցենք ՀԿ բացելուց, տենց ոնց որ օֆիցիալ համահիմնադիրները 10 քանի մարդ են, հիմա 800-ից ավել անդամ ունի Ազատազենը այս 4 տարում, մի մասը աջակից, մի մասը լիրա, ոնց որ երկու անդամ։ Այստեղ մանրամասն է, էլի։ Անդամը ինչ պետք է իրանից ներկայացնի, ինչ ներդրում պետք է ունենա, աջակիցը, վալանտյորը, հրահանգիչը, աշխատակիցը, այս գրադացիան կառուցվածքային, որովհետև այս 4 տարվա ընթացքում սարսափելի մեծ ճանապարհ է անցել ու ըստ էության մենք էլ որ այս ոլորտի մեջ ենք սենց հավեսով ու շռնդալից մտնում, այդ սաղ ձեր շնորհքն է, որովհետև այդ հիմքերը եթե չլիներ, մի 10 անգամ կմտածեինք անել թե չանել։ Ասում եմ, ես ձեր փոխարեն այդքան համեստ չի ելնի, բայց հարց չկա, ոնց ասեք։ Մենք ամեն գնով որոշել ենք իրական հասարակական կազմակերպություն ունենանք ամեն տարի ընտրություններով, հավերժ նախագահ մնալու հնարավորությունը փակելով, օրինակ ես առաջի նախագահն եմ եղել, հիմա նախագահ չեմ։ Ու դա շատ նորմալ է, լավ է ավելին։ Քաղաքացին, եթե մեր արժեքները կրում է, զենքի մշակույթը կարևորում է, ուզում է, որ Հայաստանում հրաձգարաններ լինեն, հայը մարզվի, հայը զենքից անպակաս չլինի, գաղափարը կրում է, կարող է on-line նույնիսկ դառնալ աջակից անդամ։ Աջակից անդամը 6 ամիս աջակից անդամ մնալով, զինվելով պարտադիր, կարողանում է գտնել 5 երաշխավորող լիիրավ անդամ ու ասի ես էլ եմ ուզում դառնամ լիիրավ անդամ, հետո իր հարցը քննարկեն խորհրդում ու ինքը դառնա կամ ոչ։ Իսկ խորհուրդ ամեն տարի ընտրվում է լիիրավ անդամներից։ 1 տարով է 7 անդամ է, ոնց որ իրանք նաև աշխատող խորհուրդ են, պարտավոր են հենց այդ process-ը, ոնց որ խորհրդարան է, էլի։ Հետո կա գործադիր մարմին, տնօրենն ու աշխատակազմը, որոնք խորհուրդ չեն կարող ընտրվել, իրենք ստանում են աշխատավարձ, աշխատում են որպես հրահանգիչներ, մեր այդ օֆիսում են աշխատում տարբեր գործերի վրա, մեր տնօրենն է, խանութի տնօրեն։ Քանի հոգի է այդ Ազատազենը այսօր, այսինքն այդ ոսկորը քանի հոգի է։ ՀԿ-ի անդամները 800-ից ավել են, բայց մենք թողում ենք մարդիկ ինքնուրույն որոշեն դառնան, այսինքն եթե ինչ-որ ձևով մարդկանց դրթենք հրաձգարան եկող, կարանք հանգիստ մյուս ամիս 900 ունենանք, մյուս ամիս 1000, բայց մենք ոնց որ գլխաքանակի նպատակ չենք դրել, այն մարդիկ, ովքեր ցանկանում են այդ ամեն ինչի մաս դառնան, գալիս դառնում են։ Իրանք տեսնում են, որ համայնքը իրանց համար ամեն ինչ անում, օրինակ քաղաքացին զենքով եկավ հասավ, իր համար մարզվել է անվճար է, մեկը կօգնիքը ճշտադրի, իրան այնքան գիտելիք կտանք, ինչը մենք ինքնուրույն մի քանի ամսում ենք հասկացել, սկզբում ասենք բալիստիկ կալկուլյատոր ունեցողներին հիացմունքով էինք նայում, հիմա ես աշխատում եմ մի հատ թիմում, որտեղ բալիստիկ կալկուլյատոր արդեն գրել ենք ու iOS Store-ում կա։
ասենք այդ մոան չգիտեինք ինչա կլիկը բան, երևի մատորների օրինակով ասենք այդ միավոր րոպեում պտույտը բան չէ, տերմիններ կա, որ դու մի քանի տարի առաջ ընդհանրապես չգիտեիր, հիմա ասենք որ ոնց որ պատկերացրու եկել է վիճակ, որ մտածում ես մատորը դուք արտադրեք։ Ու այդ ճանապարհին ով տենում է դա կարևորում է, միանում է օգնելու, որ հաջողենք։ Ազատազենում ինչ երբևիցե տեսել ես, դա համայնքով սարկացած չի եղել էպիզոդ, որ այտենց փողը տանք ասենք արեք 3 օրից գալու ենք ստուգենք, էլի, այտենց չի եղել։ Այստեղ մի հատ հետաքրքիր հարց կա մոտես։ Երբ որ հիմնադրվում եք, որովհետև նայ, այսօրվա հարցազրույցի իմաստը նրանում է, որ ներսից sense այն բեմի վարակույրը քաշենք, հասկանանք process-ն է։ Հիմնադրելու ժամանակ ինչ կարգի խնդիրների հետ եք առնչվել դրանք թվի ու հիմա 4 տարի անց երբ որ արդեն ծրագիր եք գրել բալիստիկ, հիմա ինչ խնդիրներ եք լուծում, որովհետև այդ խնդիրների ձևից, չափից ու ծավալից արդեն մարդիկ կպատկերացնեն որտեղից որ եք ասել։ Հիմնադրվելուց մենք մեր խնդիրն էինք լուծում, որ ես օրինակ դիպուկար էի կռվին եղել, դիպուկարների հրամանատար, մեր դասակիցնես չի գոհեի սկսած ինձնից ու հասկանում էի, որ մարզման պակասից է, որ այդ ամենը կա, տեղը չկար մարզվելու։ Ընդհանրապես չկար, որ մեկը պլանավորեր ոնց անենք, որ Հայաստանը պարտվի, մի բանը որ կաներ հենց այդ է, որ տենց զենքի մշակույթից մաքսիմալ հեռու լիներ, զենքի թեման ասոցացվեր հանցագործների կամ խմող որսորդների հետ, ոչ մի նորմալ բանի հետ։ Ու սկզբում մենք չգիտեինք որտեղից նայենք, որ հրաձգարան սարքենք, ոնց որ արտասահմանյան օրինակներ էինք նայում, ինչ որ դրսում ապրող հայ ընկերներից էինք հարցեր ճշտում, մարդիկ ունեինք սպորտի մաս էինք կազմել, մրցումների էին գնացել Իրանից լուծումները, ոնց հասարակ ոնց անենք, որ անվտանգ լինին, ոնց որ մատից հոտ քաշելով ենք հասկացել, ենթադրելով, տրամաբանելով ու բախներս բերելա, որ մինչև այսօր բոլորը ողջ են ու առողջ։ Հետո եկավ խնդիրները, որ այդ հողի տրամադրման խնդիրներ, փաստացի ոնց որ մենք գնում էինք սարերում մարզվելու կանոնով կարակում էինք, այդտեղ անընդհատ ռիսկ կար, որ երբ ուզեն էլ մենք չենք լինի։ Հետո եկավ հողի խնդիրները, ոնց որ առաջի անգամ հրաձգարաններ բացվելու դրա ձևը չգիտեին։ Դու ասենք կարայիր տարբեր բաներ բացեիր, դրա ձևը գիտեին, կարային մյուս մարզից հարցնեին ձեր մոտ խոզաբուծարանը շատ մեծ ոնց է բացվել, copy paste անեին, բայց հրաձգարան բացելու պատմություն չէ եղել։ Դա խայտարակ խնդրեմ է։ Ու իհարկե ասեմ, այս ճանապարհը որ հաջողել ենք, տարբեր նաև ուժային մարմինների լավ մարդկանց շնորհիվ է եղել, որ հասկացել են կարևորությունը այս գործի ու այն որ գետը պետք է աճ թե ձախ գնա, այդ կարևոր կետերից մի քանի անգամ աճ է գնացել։ Ասենք այդ ձախ գնալու էպիզոդները կարող շատ ծանր լինել, էլի, որտեղ մենք որոշել էինք ամեն գնով պետք է ունենանք հրաձգարան, մենք հավաքվել որոշել էինք, որ այս գործը անելը ազատությունից էլա թանկ, տարբեր զկակներից էլա թանկ անելու ենք եւ վերջ։ Ոնց որ մենք ողջ վերադարձել ենք, ոչ թե որ պատմենք, թե սիրացուն խփելուց ինչ ձեն ա գալի իր մասից, այլ իրականություն փոխելու, որ փոշմանի թշնամին, որ մենք կարողացել ենք ողջ վերադառնանք։ Հիմիկվա խնդիրները ծավալվելու խնդիրներն են, եթե օրինակ Հայաստանի Հանրապետությունը ուզի, մենք մի տարում կարանք մեր ծրագիրը անենք, ամեն մարզում հրաձգարան ունենանք, դարձնենք նորմալ, եթե ուզի պլյուս աջակցի, ասենք փամփուշտով, զենքերով, մի քիչ միջոցներով, մի քանի տարում միջին հայ մոբը, միջին թշնամի մոբից էական առավել կլինի հրաձգային թևով։ Շատ լուրջ էլի։ Տենց էպիզոդ օրինակ ջերմուկում ենք ունեցել, որ 900 մետրի վրա ոնց որ կարակոսները սկսեցին, որտեղ մեր տրակտորիստին ուզում էին սպանեին, մենք 0 վիրավոր, 0 զոհ ունեցանք, իրանք ունեցան լիքը վիրավոր, լիքը զոհ, վերջում դրոնով ուրիշտեղ հայ սպանեցին, ոնց որ ի վրեժ էլի։ Բայց զուտ կարակային մարտում հերները անիծեցին ցածր դիրքից դեպի վերև աշխատելով, այսինքն մարտում չափել ենք մեր սովորածը։ Այն ժամանակ մենք կարայինք 100 մետրից կպնեինք գլխին, հիմա կարանք աչքին կպնենք, մարտիկ ունենք
կարա կընտրեք աշկի սև մասին կպնի, թե սպիտակին կկպնի։ Ու դա լրիվ ուրիշ մակարդակ է։ Մենք տեխնոլոգիական լուծումներում ենք խորացել, որ ինչ որ ասենք ստանանք այնպիսի փամփուշտ, որը կերազեին թե մերոնք թե թշնամիները փորձեր ենք արել տարբեր արդյունքներ ենք ստացել թիմով աշխատելու լուծումներ ենք մանեկել ու մենք դա սիրում ենք։ Այսինքն եթե ոչ մի բան չունենանք ուրիշ անելու, ազատազենով էլ ավելի շատ կզբաղվենք, հակառակը էլի։ Խնդրում եմ երկու բառով խոսես ինչքանա այսօր կարևոր հերրահար խոցման հնարավորությունը, որովհետև դիպուկահարները ու ԱԹՍ-ները այդ առումով հորողբորդ տղաներ են, հա, այսինքն 6-րդ սերունդի պատերազմա գալի եւ այն դասական ուռա գոռալով իրար վրա վազելը վաղուց պատմության էջերում է մնացել, ինչի է դա կարևոր ու ինչի է դա բարդ, որովհետեւ ինչքան հերավորությունը ճշնամուց հեռու բնականաբար նրան խոցելն էլ ավելի տեխնոլոգիական է։ Տես դիպուկահար զենքերը, մեկ է դրոնները ամենահզոր բաներն են, ինչը քաղաքացին կարող է ձեռք բերել։ Օրինակ մենք գնդացի չենք կարա ձեռք բերենք, բայց գնդացիրից էական ավելի հեռու խփող ու էական ավելի շատ վնաս տվող դիպուկահար հրացան կարող ենք ձեռք բերել։ Աշխարհի օրենքներն են, տենց ավտոմատ կրակող ոչինչ համարյա մեծ մասում աշխարհի հնարավոր չի գնել, բացի ասենք Տեխասի պես մի քանի նահանգներից։ Ու դիպուկահար հրացանը հրաձգային զենքերից լավագույն բանն է, ինչը քաղաքացին կարող առնի, հիմական տեսակներ, որ մեր կամ թշնամու բանակում եղածինից էլ ավելի լավ է, բայց ասենք մի քանի տասնյակ հազար դոլար արժի։ Ինչը դժվար է ունենալ, բայց որպես հոբի մարդիկ կա, որ կարող են ունենալ, ոնց են ասենք ջիպինգ սիրում, այդ ջիպերը ավելի թանկ են, քան թե զենքը։ Մյուսը գալիս է դրոնը, որը ասենք խաղաղ ժամանակ ավազ լցրած շշով կարաս պարապես մեկին մեկ նույն արդյունքը ստանաս պատերազմին ու քեզ կտան այդ զենքը, ավելին քեզ խնդրելու են, փնտրեն, գտնեն, ասեն օգնի։ Հիմա պարզից էլ պարզ է, որ մյուս պատերազմին այդ դրոնները մեր մոտ կիրառվելու են։ Հարցն է մենք կկիրառենք, թե թշնամին։ Հա, պարտադիր կիրառվելու են։ Օրինակ մենք ինչքան դրոնների կողմ պետք է նայենք, այնքան էլ մեր դեմ եկող դրոնների կողմ, որովհետև սկսած նրանից, որ դրսի մարդկանց փորձելու են վարձել ադրբեջանցիները, վերջացրած հրամանով դրոնային զորքերից ունենալու են։ Դա ցույց է տվել իր էֆեկտիվությունը, հիմար կլինեն, որ դա չանեն։ Այս կողմից մենք օրինակ արժի նայենք թե ռուսներին, թե ուկրաինացիքին զորքի մեջ հարթափող զենքեր մտցնենք, մի քայլ ավել խորը նայենք, հարթափող փամփուշտների վրա խորանանք, ոնց որ դրոն խփելու համար հատուկ նախատեսվածները երկու անգամ ավելի հեռու են խփում։ Դրա ռուսական հաղորդումներն է կապարզ բացատրումը արտիճը փոխարինում են վոլֆրամի համաձուլվածքով, դե այնտեղ ինքը հատուկ sense պաճանիկով է, այսինքն զենքը չի վնասի, կապ չունի ինչ կլցնես մեջը։ Ցո վոլֆրամը ծակում է ամեն ինչ, արտիճը ծակում է շատ ավելի քիչ բան, չէ՞, փափուկա կարաս կծես, իսկ վոլֆրամը կարա երկաթե կծի տենց էլի, ոնց որ դու արտիճը կարաս կծես։ Ու ցույց են տալ այդ վոլֆրամի շարիկները Չինաստանում կիլոյով ծախում են։ Փամփուշտ լցել, ասում է շատերի պապերը նույնիսկ կարում են ընտիրել լցնում են հարթափող։ Ինձ հերը սովորացել է, որ այսօր կամ բան այդտեղից է սկսում, որ մենք իրար հետ լցնում, որսի գնում էլի։ Ու այդ բարձ երևում է, այսինքն գյուտել պետք չի էլի ինչ որ պետքա բարբերաբար այդ լարով դրոնների փորձերը արվի, արտադրվի որոշ քանակ, որտեվ դու ինձնից լավ գիտես բարդությունը ներմուծելու։ Մեր մոտակա կռվին, եթե դու այսօր սկսես ներմուծել, կռվի վերջից հետո է, չէ՞, հասնելու։ Հիմա տենց եղավ դիպուկահար հրացանը, օրինակ պատերազմի կեսերից հասկացա, որ SVD-ն չի երիքում, ընկերներից խնդրեցի, ասեցին փողը խնդիր չի, առնենք, գնացին խանութ, խանութում չկար, ասեցին 45 օրից կբերենք, երևի խորհրդանշական թիվ էր։ Ասեցի, որ 45 օր ողջ մնամ, խոսք եմ տալի, այս զենքից թշնամուց վերցրած կլնեն։ Ու տենց էլ չունեցա այդ կռվին, հիմա Հայաստանը այդ խնդիրը ունի։ Այս ձեր սաների հատիկ սարքած դրոնները ոսկու գին են ունենալու, որտեվ այդ մոտակա սրացման ժամանակ
որոշողները ինտերնետներում դրոն են ման գալու չհասցնեն առնեն։ Ուզում եմ նկարագրես ազատազեն եկող մարդկանց ավատարը, հա, ինչ ձևի մարդիկ են գալի ու մի քիչ արի դրանից խոսենք, որովհետև մեր պատկերացումները, մեր անելիքները это всё хорошо, конечно, բայց մենք նմանատիպ գործունեություն ծավալողներս ինչ ավատար ենք ուզում, մեր դուռը ով ենք ուզում որ թակի։ Մի հատ ասա փաստացի ինչ տարբերակներ մարդկանց գալիս են ինչի համար, որ ինչ ու քո ուզածը որն է։ Յուրաքանչյուր կառույց առաջի անգամը չգիտեմ, բայց երկրորդ անգամից գալիս են այդ կառույցի ոնց որ լիդերների, տերերի, անդամների պես մարդիկ։ Շատ խորանալ էլ պետք չի, էլի ոնց դու կաս, նմաններն են գալի։ Ասենք երբ որ գալիս է մեկը, որ կաշառքով ատրճանակ է ստացել, մի անգամ գալիս է որ թե ձրի կրակելու տեղը, չգիտես ինչի էլ երկրորդ անգամ ինքը չի գալի։ Գալիս է քոպեսը։ Ռեստորանում էլ է տենց, ինչ բացես, ես իմ ավտոբոքս բացես, քոպեսն է գալու։ Երբ որ դու մի հատ տեղա, որտեղ կան մարդիկ դիմավորողներ, հիմնականում իրապես մարդիկ են գալի։ Կարակ ես երիտասարդ ժամանակ ինժեներիս հետ փաբ եմ ունեցել։ Մերպես մարդիկ էին գալի, դրա համար փակվեց, որտեվ երիտասարդ էինք, ասենք որ մենք փաբ գնենք 5000 էինք ծախսելու, այդ 5000 ծախսող մարդիկ էին գալի։ Ոնց որ երիտասարդներ էլի շատ հավես էր, լավ էր, բայց այդ վարձերը դժվարանում էր տայր ես իմ մյուս խնդիրները։ Մեր մոտ գալիս են մեր կառույցի անդամների պես մարդիկ, ասենք կառույցի մի 50-60%-ը պատերազմի մասնակիցական տարբեր ստացումների, մարզվողների մի 50-60%-ը տենց է։ Անդամների մի 40%-ը XYZ հայացքների մարդիկ են, Հայաստանը կարևորող, ինչ որ պատրաստական օգնող, տես մարդիկ են գալի։ Ով գալիս է ուրակը ձեռը, տենում է, աստե вообще իր նման մարդիկ չկան, նեղում էթում է։ Հիմա մեր մոտ գալիս են մեր պես, մենք փորձում ենք օր-օրի ավելի լավը դառնանք, որ էլ ավելի լավ մարդիկ կան։ Տեմպերից զարգացման ազատազենի մարդկանց հոսքից գոհ եք, թե կան ինչ-որ պլանկաներ, որը դրել եք, որովհետև պարզա որ ազատություն, զենք, դիսցիպլինա սիրող մարդիկ քիչ են։ Ասում են գլուխ գովալու մակարդակի համար ինչ պետք է ունենք, որ ես մի քիչ դաղալ մեկնելնեի, մետրիկաները մեր պատմեի, կասեին ապրեք ես ինչ եք արել, բայց մենք ազատազեն ինքնանպատակ կամ ինքնահաստատվելու համար չենք արել ենք, որ Հայաստանում իրականություն փոխվի, որ այս խեղճ վիճակից դուրս գանք։ Այդ առումով քիչ է, չի երիքում։ Սկսած նրանից, որ մենք հասանելիություն ունենք միայն կամավորներին, մենք զորով մարդ չենք կարող բերենք։ Վերջացած, որ ասենք մեղրից գալիս են Երևան քննության զենքի, այսինքն ինֆրաստրուկտուրայի լուրջ խնդիր կա, այդտեղ կաղում ենք էլի։ Մենք կարանք սպասարկենք հարյուրավոր դպրոցներ ու բարձր դասարանցիները գնան շատ պատրաստված բանակ, մի քանի զենքի տիրապետելով, բայց մենք սպասարկում ենք այն դպրոցները, որոնք օրինակ վճարովի են կարան այդ ամեն ինչի համար վճարեն, մեկ է մի որոշ մեր ընկեր ռազմագիտության դասատու ընկերների դպրոցներ, մի քանիսը տես նվիրյալ ընտիր տղեկ կան, որ մեր ընկերը չէին ընկերացել ենք, իրանք իրանց դասարանները, ինքնագլուխ իրանց զենքով, ծրագրից դուրս մի քանի հոր հետ բերում են։ Բայց մենք ռեալ կարանք ասենք մի քանի հազար երիտասարդի մարզենք։ Կարող է մեր մեջ էլ է մեղքը, որ այս ինֆոն լավ չենք հասցրել այդ երիտասարդներին ուղարկողներին, բայց այսօր փաստացի չենք մարզում։ Հուսամ վաղը կկարողանանք այդ անել։ Մենք կարանք ավելի շատ բանակ գնացող երիտասարդներ մարզենք, հատուկ դաս ենք ստեղծել, որ եթե պետքա գնաս բանակ, այդ պավեստ կա ասածը ունես, գալիս ես անվճար, ինչքան լավ բան կա, քեզ տալիս ենք, մի քանի զենքից մարզում ենք, ասենք որ վճարով լինի 100,000-ից թանկ ալնելու դա էլի։ Բայց էլի ես իմ երևի ճանապարհը լավ չենք գտնում, այդ իմ ուզած ցավալի երիտասարդներ չենք կարող բերենք, sense տարբեր կետեր կան, մենք կարանք փամփուշտ ներմուծենք, մի քիչ դժվարներից է գալի, չնայած հույս ունեմ այս տարի այդ հարցը կլուծենք, էական էժանացնենք էլի մարզվելը, լիքը բան կա որ կարանք անենք ու լավ անենք։
Եթե հնարավոր է լիներ մի հատ գրչի հարվածով 3 հատ խնդիր լուծել ու այդ հնարավորությունը ձեզ տրվեր, որոնք էին 1-2-3, որ օր առաջ պետք է արվի ու սենց Facebook-ի լեզվով ասած boost են կլնում։ Ասում եմ գրիչը որ տային ազատազենի հարցեր չի լուծի, ուրիշ մակարդակի հարցեր կլուծի։ Էվոլյուցիա աստուն մանր բաներով մի շեղ եկելի։ Բայց ասում եմ քանի որ խոսում ենք ազատազենից, խոսամ ազատազենից, մեկը կտրամադրեի բոլոր մարզերում հողեր բանով, այսինքն չի տա ազատազենին, կտայի օգտագործման կանոնով, որ ազատազենը պարտավորվեր դրանք հրաձգարանի վերացեր, մյուսը հստակ երիտասարդների ծրագրեր կստեղծեի, այսինքն ռազմագիտության դասի մեջ կներառեի ինչ որ հստակ մետրիկաներ հողի վրա մարզումների, սկսած ամենքը մի իր խրամատը փորելու օրինակից, վերջացած մի քանի զինատեսակով մարզումներ, դրոնների մասի ինչ որ թեկություններ ովքեր արմատ են գնացել բան, երրորդն էլ ասում է այս բոլոր ոլորտները, որոնք կրթական տար են պարունակում գոնե, իսկ իդեալը ամբողջությամբ կազատեի բոլոր տեսակի հարկերից, այսինքն փամփուշտի ներմուծման հարկ չէր լինի, անօթաչուի ոչ մի բանի հարկ չէր լինի, ուղղակի բեր ու արա, ասում եմ գոնե մենակ կրթական մասով, չնայած որ բերեին բիզնես մասով էլ լրիվ օքեյ է, բայց վերահսկեին, որ չդառնայինք ինչ որ թունել, որ գալիս աստե ու գնում է համ Ուկրաինա, համ Ռուսաստան էլի, այսինքն աշկաչափով հիմա լսողները չլսեն, ոգևորվեն անեն համը հելնի էլի, ոնց որ ուզում ես այս ամեն ինչ անես, ամեն ինչով քեզ օգնեն։ Նույն այդ լաբերին, ովքեր տարածքի խնդիր ունեն, իրանց պետական լիքը տարածք, այդ տարածքները էլի ոնց որ մեր հրաձգարանների օրինակով տային, ասեին օգտագործի, ամեն ձևով ոնց որ աջակցեին, ասեին զարգացի, միանշանակ նաև իրավունք ստանալով խիստ վերահսկման, այսինքն այն կտոր փախցնողների հերանիցելու իրավունք ունենային էլի, որ ինչ որ հերոսի անունով ՀԿ են բացում ու դաղալություններ են անում։ Այդ երեքը որոններ մի քանի տարում էական բան կփոխվեր։ Շշունչ էլի զորով կլինի քաշենք սխմելով, բայց էական բան կփոխվեր։ Մի քիչ թվերից խոսանք։ Դիպուկահարությունը էժան հաճույք չի։ Զենքերը ինչ գների մեջ են տատանվում, կուրսը ինչ արժե ու խնդրում եմ նաև տարանջատես ձեր հովանավորների եւ ձեր վստահորդների հաշվին ինչ եք կարողանում անվճար անել, մի երկու բան արդեն նշել ես։ Եվ եթե կայացած մարդիկ են, բիզնեսմեններ են եւ այլն կարեւորությունը հասկանում են եւ գալիս են պատրաստական են վճարել, ինչ կարող եք առաջարկել։ Ասում եմ սկզբից ասեմ, որ մասեր կա փորձում ենք մենք ինքնաբավ լինենք ու ամեն տարի մի 10%-ով ավելացնում ենք մեր ինքնաբավությունը, դրա համար ունենք ոնց որ զուտ հավեսի համար հրաձգությունը, որը կլինի տուրիստ թե հայ, որի տղային է բերե, վճարում են ու այդտեղից ինչ որ գումար է գեներացվում, որ համ աշխատավարձեր տանք, համ պահենք, ունենք զենքի խանութը, որը զարգացնում ենք ու ինքը համ մեր հարմար զինվելու հարցն է լուծում, համ մեր հրաձգարանի հարմար փամփուշտ ունենալու հարցը, համ էլի ինչ որ գումար է գեներացնում ու ունենք նվիրատվություններ, որոնցով, ասենք, ինչքան շատ են լինում, այնքան ինչ որ դասընթացներ ենք անում հետաքրքիր, ամենաշատը որ սիրում եմ մեր առաջին դասընթացը դիպուկահարների դասն է, որոնք թե ջերմուկում, զոդում, հողի վրա ցույց են տվել, որ բանի պետք են ու գործ են կարող անեն, ունենք ոնց որ տակտիկական դասընթացներ, որոնք շատ անհրաժեշտ է, որոնք ասենք վաղը մյուսօր կարողանալու են գնալ ինչ որ խրամատ մաքրել, ունեինք դրոնների դաս, որը հիմա Ռաֆի հենց հետ ենք շարունակում անել, ունենք զորակոչիկների դաս, ու այդ բոլորը ոնց որ անվճար են էլի, իրանցից հասնում է պարտավորված նորմալ գալ, մեկ է այս վերջերս ներառել ենք, ասենք դիպուկահարները պարտավորվում են ավարտելուց 6 ամսվա մեջ զենք առնեն, իրանք իրանց։ Շատ հանրաճույք է։
Դե կարան օրինակ բան SVD-ն է Իգրը դրա քաղաքացիական, որը կես միլիոնի կողմերն է, կարան հեռահար մի 3 միլիոնանոց մի բան առնեն, բայց եթե մենք ունենանք 2000 հոգի նորմալ դիպուկահար, որակյալ, որոնք էնտուզիաստ են, կամավոր են, ինքնուրույն են մարզվել, Անդրկովկասի մասշտաբով իրականություն կփոխենք։ Արդեն հաշվել ես Հայաստանի երկայնքով դիպակահարության տեսանկյունից փակել 2000 1100 կիլոմետր է, այդ զապասը ամենքը մի կիլոմետրի վրա պլյուս բաներով էլի իրար փոխողներով։ Հենց դրա շուրջ է այդ 2000 թիվը բան արած էլի մտածած։ Իհարկե դրա կարևորությունն է, որ օրինակ ինչ անուն է մեր երկրին դնենք, փաստացի այնքան ազատ ենք, որ կարանք քննություն տանք, զենք ունենանք, իրար հետ մրցենք, ով կը 1000 մետրից ավել կխփի։ Ադրբեջանում դա էական ավելի դժվար է։ Մենք Հայաստանում ազատազենի անդամների մեծամասնության մեջ է, բայց ոչ միայն հիմնել ենք սնայպինգի ֆեդերացիա, որը միջազգայինի մասն է։ Վրացիքեր ունեն այդ ֆեդերացիայից, ընդ որում մեզնից ավելի շուտ։ Ադրբեջանցիք չունեն։ Կա չէ՞ տենց որ ասում են մեր ուղիղն է, իրանցը նավթն է։ Հիմա մեր մոտ ազատությունը ինչ անուն է դնենք, էլի։ Այնքան կա, որ մենք կարողանում ենք մեր ՀԿ-ով սարքած հրաձգարանում մեր հեռահար զենքերով մարզվենք։ Ադրբեջանը դա չի կարա թույլ տա, իր մոտ դիպուկարները հրամանով պետքա լինեն։ Իսկ նորմալ աջակցած էնտուզիաստը, որին չեն խանգարում, չեն քաշքշում այդ զենքի համար, շատ ավելի բարձր որակի է հաստատ, քան թե հրամանով թշնամու ունեցածը։ Ու այդ մեր առավելություններից է, դրանից պետք է օգտվի Հայաստանի Հանրապետությունը անկախ այդ օրվա իշխանություններից, այդ մարդկանց վերահսկի, իրենք պատրաստ են էլի գրանցվեն, որտեղ պետք է բան մատնահետ կտան ու աճաստի։ Այդ մեր առավելություններից մեկն է, նույնն է դրոնները։ Էնտուզիաստ դրոն օգտագործողները, ասենք Հյուսիսային Կորեայում չեն կարող անեն, Ռուսաստանում է խոսքի մի քիչ բարձր թռցնում են, նույն Ամերիկայում է օրենքներ կա, այս քաշից ավել դրոն չես կարա, մեր մոտ անտիր օրենքներ է այդ առումով։ Դա պետքա փայփայեն, մենք է պետքա ուշադիր լինենք, ում ենք գիտելիք տալի, որ այդ ամեն ինչը չհարանվի։ Գնում ենք դեպի ավարտ, էնտուզիաստ բառը շատ է օգտագործում, ուզում եմ շատ հստակ ձևակերպես ինչ հատկանիշներ ունի մարդ, ով որ զենքի հետ առնչություն ունի եւ բարբերաբար մարզվում է։ Ինչի է դա կարևոր այն առումով, ինչով է ինքը տարբերվում ցանկացած այլ քաղաքացուց։ Ազատ է ինքը։ Մենք ազատ մարդկանց խնդիրը։ Ազատ մարդու շատ լուրջ։ Ազատ մարդու ամենաուժեղ սիմվոլը հազարամյակներ եղել է հենց այդ զենք կրելու իրավունքը, կրել է, չէ՞, ասպետները զենք ունեցել են։ Սամուրայները ասում են նույնիսկ եթե ամբողջ կյանքի ընթացքում մի անգամ պետքա թուրդ օգտագործես, սաղ կյանքդ պետք է կրես։ Դա ազատ մարդու սիմվոլն է, որ ասացիդ հետևից կեթաս, պաշտպանելուց կպաշտպանես ոնց որ հարկն է։ Չէ, պատմությունը նայեք, անազատները հանձեն են եղել, ստրուկները հանձեն են եղել, հայերը տարբեր լծերի տակ հանձեն են եղել։ Ազատության սիմվոլն է ու զենքով մարդը իհարկե նորմալները էական ավելի ազատ են։ Աննորմալներն էլ այդ ազատության փնտրտուքի մեջ են, պրոստը նրանց ազատությունը խեղաթյուրված է։ Բայց էլի զենքով ազատ մարդու սիմվոլն է, զինված Հայաստանը առողջ ձևով զինված, հենց ազատ Հայաստանի ճանապարհն է, որ չեթան մոբ իրանց զենքի կրակոցից վեր թռնեն։ Էլի բաներ կարամ ասեմ, բայց լավագույն ցուցիչը հենց ազատ մարդը պետքա զենք ունենա։ Ու որ գաք տեսնեք, այնտեղ փակված, խեղճացած մարդ, որի վրա շեֆը կարազանգի մունատ կա, տես մարդիկ չեն գալի մարզվում, չկան։ Իրական ազատներն է, որ զենք ունեն։ Ու ես հիմա նոր է սկսեցի մտածել, այդ շրջապատում ոնց որ հիմնականում 90% պլյուս մարդիկ իրանց անունով մարդ են, ասենք Կարլենիկ հերու տղեն չեն, ինքը Դավիթն է օրինակ։ Չկա Կարլենիկ հերու տղա, որ ինստրուկտորները ասեն եկավ Կարլենիկ հերու տղեն։ Հիմնականում Դավիթներ են, Հայկեր են, իշխաններ են, Արմաններ են, Ձևակերպված մարդիկ։ Իրանք են էլի, ազատ մարդիկ են, իրանք ես ունեն,
գիտակից են, գիտեն ոնց վարվեն, երբ է պետք կլինի, դա հանուն Հայաստանի կիրառել են ու կկիրառեն։ Վերջիս հարցը, ինչ կարևոր բան կա, որ դու երբ որ ինքդ քո հետ մենակ ես մնում, հա, ասենց էփում ես ու մտածում ես, եթե հնարավորություն լիներ ամեն հային մոտենալու, ասել ես արտահայտությունը, այ հենց սա է պետք։ Ինչ կա, որ չեմ հարցրել, բայց ինքը շատ կարևոր է, որ բոլորս իմանանք։ Ինչ եմ իմ մեջ էփում, որ ազնիվ ասեմ, ես իրականության հետ չեմ համակերպվում։ Այն ինչի մեջ ենք մենք, ես ընդհանրապես համաձայն չեմ, որ մենք դրա մեջ պետքա լինենք։ Այդ ոնց որ ամեն օր տնից դուրս գաս ու բակում ձեռ առնեն, ես իմ ապտակեն քեզ պայուսակդ վերցնեն տան գլխիդ։ Չեմ համակերպվում, որ ասենք լարվում են Արցախից խոսալուց, չեմ համակերպվում, որ հեսա էլի մեզ կխփեն վիճակն ա, որ խիղճենք, մեղքենք, ձեն չանենք։ Այս Հայաստանի իրավիճակի հետ ընդհանրապես չեմ համակերպվում։ Ինչ պետք է անենք, պետք է փորձենք իրականությունը փոխել, թե չէ կգժվենք։ Իրականում ազատազենը մեզ բոլորից օգնում է չգժվենք։ Մենք ունենք մարտական ընկեր Սփյուռքից երեքի, հետ գնաց Սփյուռք, այնտեղ ոնց որ ընկերներին տենալու առիթ քիչ ուներ, կախվեց ինքը։ Ինքն էլ չէր համակերպվում, էլի Հայաստանում եթե վրեդ ցակ չկար միտեիցը, վիրավոր չէր համարվում։ Մինչդեռ մենք ասենք հող հետ բերելուց եկանք, իմացանք կռիվը բրծվել է, հոգեբանական այնց վայրի վերումներով էինք անցել ընկերներով։ Ես օրինակ մի ընկերոջս կողքով հապատտվել եմ, կասկածում եմ, որ իրան վնաս կտա այդ լուրը, որ լսել էր։ Պետք է այս իրականության հետ չհամակերպվենք ու գործուն քայլերով իրականություն փոխենք։ Այս մեր կառույցները մեզ օգնում են չգժվենք, բայց մեր կառույցները ոնց որ դաղալություն են, եթե իրականություն չփոխենք։ Նվիրալներին տանելու ենք վարի տանք մեր հետ, էլի։ Մենք պետք է իրականություն փոխենք, մյուս պատերազմը պետք է լինի ողջ հայ ազգին, ոչ թե տուտ նյետ տարբերակով, որ այս մեղք վիճակից դուրս գանք, էլի։ Շատ նսեմացուցիչ է, ես ընդհանրապես համաձայն չեմ, որ հայը այսօրին պետք է լինի կամ Հայաստանը այսօրին, ու այդ բոլորիս խնդիրն է, ամեն մեկս մեր ջանքով պետք է փոխենք անկախ մեր երկուսի տարաձայնությունից։ Ասենք Արցախից որ գաղթում էին, բոլորը հատիկ գաղթական էին, կապ չունի չինովնիկ էր, ինչ ավտոյով էր բան։ Մենք հիմա ըստ ինչ որ ապուշ տարաձայնություններ ունենք, բաներով մրցում ենք բան, բայց այդ ամենի առողջ դադար չտալու դեպքում էլի մենք եթե չվերածվենք հատիկ հայի իրականություն փոխելու նպատակով, մեզ գաղթող հատիկ հայի են վերածելու, կապ չի ունենալու այդ նույն գծի մեջ ես ու դու էլ ենք գտնելու են թիքափախցնողներն է, դրանց էլ օգնենք, որ իրանց երեխեքի հետ Վրաստանի սահմանը ավարտենք։ Դա պետքա ջոգենք, էլի բան չի մնացել։ Ով կուզեիր, որ հաջորդ հյուրը լիներ, այս ոլորտից խոսեր։ Այս թեմային ամենամոտը որ գիտեմ, մեր Ռաֆին է, ով իմ մարտական ընկերն է, անգղից, այն ամենասկզբից ինչ իրանք միտք ունեին, մենք ամեն ձևով իրանց կողքն էինք, որտեղ մենք որն է ինքն էլ մենք, տենց կանոն ունենք, էլի, որ մեկը մի թևից խորանալու հավես ունի, ամեն ինչով աջակցում ենք։ Տենց տարբեր թեղեր ընտիր զարգացել են, այսինքն դու ուզում ես, ինչ պակասում է քեզ տալիս ենք, մեզնից կդրելով, միայն թե հաջողի։ Հիմա այդ պրոյեկտը հենց տենց եղել է, ու ինքը այդ ես իմ հետևից կտանեմների լավագույն օրինակն է, ես մի քիչ ավելի վստահ եմ մյուս սրացմանը ըլնելու, իմանալով, որ տղեկը լիքը գործ են արել, ու ինքը որ գա, ասում է հետաքրքիր հաղորդում մինիմում ունենալու եք, հա, որ Ռաֆին գա։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտար, կարևոր էր այս խոսակցությունը, ուզում եմ ազատազենը համ սենց աճի, սենց աճի դեպի մարզեր, որտեղ լիքը շնորհքով երեխեք կան հասանելիություն չունեն այս ամեն ինչին ու լավ գիտենք, որ կան իրանք, էլի։ Սենց էլ աճի, որովհետև տեխնոլոգիան ժամ-ժամա փոխվում, մենակ սենցով չի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, եթե մանեմ ասում ընկերներիս հետ։ Մերսի։ Լավ եղեք։